Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ղազարյան, այս պահին մենք Հանրապետության հրապարակում ենք գտնվում, որտեղ այսպես կոչված պարադին են պատրաստվում, տեխնիկաներն են բերել հրապարակ, ցուցադրում են, նշում են, որ գաղտնի է, նկարել չի թույլատրվում, քանի որ թշնամին չպետք է տեսնի ինչպես է ամեն բան հավաքվում։ Ձեր կարծիքով ինչու է իշխանությունը 8 տարի իշխանության լինելուց հետո ընտրությունների նախաշեմին նման մեծ միջոցառման պատրաստվում։ Սա բանակի զինված ուժերի մեր երկրի պաշտպանունակության մարտունակության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող թատերական միջոցառում է, որ ունի բացառապես նախընտրական եւ քարոզչական բնույթ, եւ սրանով ուղղակի ուզում են խաբել մեր ժողովրդին, իբր իրենք հոգ են տանում մեր երկրի պաշտպանության կազմակերպման համար։ Ես հուսով եմ, որ այստեղ կցուցադրվի նաեւ պաշտպանության նախարարը անձամբ, որպես պաշտպանական գլխավոր միջոց, նրա երկու խորհրդականները, Աբարանի Ռազը եւ Սյունիքի Մելոն, որոնք որ մարզպետներ էին, բայց պարզվեց բարձրագույն կրթություն չունեն, հետո դրանից տոնացան պաշտպանության նախարարի խորհրդականներ, որոնց համար էլի բարձրագույն կրթությունը պահանջայի դեպ։ Հուսով եմ կցուցադրվի պաշտպանության նախարարության սպառազինությունների վարչության պետը առանձին, տեսաուղերձ միգուցե հղի մեր ժողովրդին եւ արտահայտի իր զգացմունքները մեր ժողովրդի եւ պետության զինված ուժերի նկատմամբ։ Եվ հուսով եմ, որ այդ օրը այստեղ կլինեն նաեւ քննչական կոմիտեի հատուկ նշանակության քննիչները, որտեղ Պաշտպանության նախարարին մեղադրանք կներկայացնեն ռազմական գաղտնի հանդիսացող տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ, որ նա իր տեսանյութերով ներկայացրել է մեր երկրի պաշտպանական շինությունների մասին մանրամասն տեղեկություններ։ Մասնակցում է Պապիկյանը քարոզարշավներին, տարբեր տեղերով պտտվում է իրականացնում։ Իր դոշին նկարած, ես դեռ ճիշտ ասած չեմ տեսել Ադրբեջանի պաշտպանության նախարարին մարդու օրգաններից որևէ մեկը իր դոշին պատկերված նկարներով, բայց ցավոք սրտի տեսել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին այդ վիճակում եւ հուզական վիճակում շատ պրոբլեմային հայտարարություններով, որտեղ պարզվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարին անհանգստացնում է, թե ինչի մարդիկ չեն զոհվել պատերազմում, երբ որ կարծեմ ինքն չի զոհվել։ Այդ խոսքը ինչով եք պայմանավորում։ Մենք տեսնում ենք, որ հենց արցախցիների նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունի իշխանությունը ու քարոզարշավներին էլ ավելի է իրավիճակը։ Ոչ միայն արցախցիներին, բոլոր հայերին, նրանք քանի որ հայ ժողովրդի նկատմամբ թշնամական են տրամադրված եւ խնդիր ունեն վնասել, վտանգել, ոչնչացնել, բնաջնջել հայ ժողովրդին, իրենք ցանկացած հայ մարդու նկատմամբ ատելությամբ են։ Օրինակ ազգային ժողովի նախագահը որ թքում էր մարդու, խո Արցախցու վրա չէր թքում, Սփյուռքա հայի վրա էր։ Հայը արդեն վատ, օրինակ Ալեն Սիմոնյանը երբեք չի մտածի, որ ինքը պիտի թքի Գաֆարովայի վրա, հակառակը գծնելու բոլոր հնարավոր դրսևորումները նրա նկատմամբ ցուցաբերում է։ Օրինակ ասում է, ես պատրաստ եմ Գաֆարովային հրավիրում եմ Հայաստան, բայց քանի որ ինքը իրան չի հրավիրել պատասխան, ինքը պատրաստ է գնա, այսինքն առանց հրավերի էլ պատրաստ է ինքը գնա Բաքու, բայց հայ քաղաքական գործիչ տեսնալուց ամենավերջին ատելությունը լսնում է հայ քաղաքական գործիչ, այդ մարդիկ հայ ժողովրդի նկատմամբ թշնամությամբ են տրամադրված։ Պարոն Ղազարյան, մենք շատ լավ գիտենք, որ ասեցիք չեն նկարեն, Եվրոպական միությունը խոստացել էր ոչ մահաբեր զենքեր նվիրել Հայաստան, չգիտեմ նվիրել են թե դրանք ցուցադրվում են թե չէ։ Ոչ մահաբեր, երևի հեսա մի քանի ամսից վարդավառ է, կարծեմ կարելի է բաներ ջերի պիստոլետ բաներ էլ ցուցադրեն, էլի, անցնենք տեսնենք, կար ցուցադրված է թե չէ։ Պարոն Ղազարյան, մենք գիտենք, որ դուք հենց ԿՊ-ից Արփի Դավոյանի նկատմամբ այսպես ընդգծված վերաբերմունք ունեք ու նա քարոզարշավներին, այո, հիմնականում Սուրեն Պապիկյանի հետ է։ Ինչով եք սա պայմանավորում, ինչու՞ է այդ դուետը։ Երևի լոկալ ծագումով հավանաբար, քանի որ իրանք երկուսն էլ նույն ռեգիոնից են ծագումով, կարծեմ դրանով է պայմանավորված, դե ինչ ասեմ, Աստված Սուրեն Պապիկյանին պարգևել է էլի այդ հաջողությունը, թող վայելի։ Շնորհակալություն։